Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, ուրախ եմ ձեզ ողջունելու, ուրախ եմ, որ կրկին ու կապ ենք հաստատել ձեզ հետ եւ ամենակարևորը պիտի ասեմ, որ մեր վերջին հանդիպումից հետո ընդհանրապես մեկ օրվա ընթացքում 105,000-ից ավելի հետևորդներ եք ունեցել, մարդիկ ողջունել են ձեզ, ել չեմ խոսում այն հեռախոսազանգերի եւ մեկնաբանությունների մասին, որ տեղ է գտել Փակ TV էջերում, եւ պիտի ասեմ, որ բոլորը իրենց խորին շնորհակալությունն ու աջակցությունն են հայտնել ձեզ եւ մաղթել ամենայն շուրտափույթ ազատում։ Մեծ հաճույքով լսում ենք ձեզ։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Ճիշտ ասած, ես էլ տեղեկացրել այդ մեծ դիտումների մասին, դա իմ համար զարմանալի չի։ Դա թող դրան, այսինքն այդ թվերը թող զարմացնեն մեր քաղաքական թշնամիներին, անկախ սեռական պատկանելությունից, այն սադի թափառաշրջիկներին եւ այլն։ Բնական է, որ այդպես էլ պիտի լինեն եւ ժողովուրդը ուզում են մեկ վայրկյան շուտ տեսնեն այն անձին ազատության մեջ, ով կարողանում էր ինչ-որ մի ձև այս երեք գլխանի վիշապի հարցերը լուծել։ Ինչևից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հեռուստադիտողներին, մեր հետևորդներին, մեր ընկերներին եւ բարեկամներին, որոնք հավատարիմ են մնում Վասան Ղուկասյանի գաղափարախոսությանը, ծրագրին եւ իշխել այլից։ Պարոն Ղուկասյան, 44 օրյա պատերազմից հետո պատերազմի հարցերը քննարկող քննիչ հանձնաժողովը հատուկ զեկույց է ներկայացրել ազգային ժողով եւ չնայած արդեն բավականին ժամանակ է անցել ինչ այդ ամենը ներկայացվել է ազգային ժողովի դատին, բայց արձագանք չկա եւ բարձել չի այդ արձագանքը երբևիցե կլինի թե ոչ։ Նախ ես ասեմ, որ շատ ցավոտ հարց է եւ մենք սիստեմատիկաբար ենք այդ հարցին անդրադարձել 44 օրյա պատերազմին, մեր բոլոր հաղորդումների ժամանակ գրեթե, եւ եթե մի հարց ուզում ես թաղես հավերժության ճանապարհի վրա, դա ստեղծել քննիչ հանձնաժողով, ուղղակի ազգային ժողով կամ հիմա ուղղակի ազգային ժողովը ուրիշ անեն, մի քանի ամսից ազգային ժողովը կերնա, կամ ազգային ժողովը այդպես ինչ անի, եթե գոյություն ունի ճակերտների մեջ գլխավոր դատախազություն, ազգային անվտանգություն եւ այլն, այսինքն պատերազմի 44 օրյա պատերազմի դավաճանության փաստերն են ակնհայտ են, որ այդտեղ ոչ հանձնաժողովը պետք, ոչ ինապետք, ուղղակի 44 օրյա պատերազմը դա պատերազմ չէ, դա 44 օրյա թատերականացված ներկայացում է երկու պետությունների վերնախավերի համաձայնությամբ, որի արդյունքում մեր կողմից եւ այն կողմից զոհվեցին ահագին երիտասարդ տղաներ։ Եվ ասել, թե ինչ-որ մի բան պիտի սրանք բացահայտեն, դրա մասին բանը մոռացեք։ Դա բացառված բան է, որ սրանք ինչ-որ մի բան բացահայտեն, իրանք խոչ են բացահայտելու։ Ես ուրիշ եմ ասում, դա պատերազմ չէ, դա թատերականացված ռազմական գործողություն էր, որի արդյունքում մենք ունեցանք այդքան զոհ եւ իմիջիայլոս հիշեցնեմ, որ այդքան զոհերի հետ կապված չզաքսավորված խանմը, եթե կլա դրա խանմ անվանել է ոչելոցը, հելավ ասեց, մեր տղաները ոչնչին զոհվեցին անուն ոչնչի։ Ու այդքան ստո գնաց մտան նորից մարդուկնի գնացել մտան բանը, թուրքերի տակը, միշտ մեր տակն են։ Այդտեղ եթե ինչ-որ մի տնող ակնկալում որ բան պիտի բացահայտվի, ուրեմն դե որ ասում է թողնած ծովափի ավազների հետ խաղայից, տնողը այդ հույսով։ 44 օրյա պատերազմ անեկորած զինվորների զոհվածների հարազատները բազմիցս դիմել են կառավարությանը խնդրանքով, որպեսզի ստույգ տեղեկություն ստանան իրենց որդիների մասին։ Սակայն ցավոք այդ քաշքշուկը շարունակվում է մինչև այսօր էլ մարդիկ գնում են կառավարություն, այնտեղից ուղարկում են ազգային ժողով, ազգային ժողովից պաշտպանության նախարարություն եւ այդ շրջանը սանտատ կրկնում է, բայց ոչ մի ստույգ, ոչ մի կոնկրետ պատասխան չկա, իշխանավորները խուսափում են հանդիպելու ծնողների, նրանց զինվորների հարազատներին եւ այս հարցը անընդհատ ձգձգվում է։ Մարդիկ չգիտեն, իրենց զավակները զոհված են, գերի են, անհետ կորած են, մի խոսքով չգիտեն ինչ անեն եւ ամենուր այսպես անորոշություն է։
Դե բոլոր նրանք, ովքեր ինչպես ասում են, հարկավորված են եռաբլուրում կամ այլ վայրերում, դե գոնե նրանց հարազատները մխիթարվում են, որ կարողանում են գնալ, խնկարկել իրենց հարազատներին տեսնել, իրենց կորցրած զավակներին։ Իսկ ինչպես վարվեն նրանք, որոնք ոչ մի լուր չունեն, որոնք հավատով սպասում են, որ մի օր իրենց զավակները վերադառնալու են։ Մի խոսքով այս ծանր, խառը իրավիճակը շարունակվում է եւ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Ես չգիտեմ, շատ ցավոթած է, նորից շատ զգայուն եւ ցավոթած։ Գիտեք ինչ, չեն էլ այդ խեղճ մարդիկ պատասխան չեն էլ ստանալու։ Եթե ակնկալում են, որ բանապաշտպանության նախարար այդ ուսուցչուհին կամ որևիցե մեկը պիտի պատասխան տա ազգային ժողով կամ կառավարություն, ես նորից եմ ուզում ենթադրել, որ թող բանը մոռանալ։ Եվ այդ անհետ կորածների զգալի մասը պետք է խոստովանել, որ այդ խեղճ տղաները զոհված են, բայց որ մեկն է զոհված, որ մեկն է գերության մեջ, մենք չգիտենք։ Եվ անգամ եթե դուք հիշում եք, երբ որ Միացյալ Նահանգների նախագահան հարց տվեց ռազմագերիներից, Նիկոլը անմիջապես թեման փոխեց եւ մեր մասած բլոկեց։ Այդ մարդու համար ռազմագերի արտահայտությունը կամ ռազմագերու հարց բացասնելը, դա չգիտեմ, այդ անբարոյական զավակը գլմախորը ծծումների մեջ։ Եվ նորից եմ ուզում դժբախտաբար արձանագրեմ իրականությունը, որ սրանց օրոք մոռացեք ռազմագերի, մոռացեք չգիտեմ զոհվածների կամ ռազմագերիների, այսպես ասած, վերադարձ, ես բացառում եմ։ Բացառում եմ եւ այդ խեղճ ծնողներին կշարունակեն տեղից տեղ այդ ուղարկելը մինչև, չգիտեմ, գա մի ժամանակ, երբ որ այդ մարդիկ վերջնականապես կհիասթափեն բանը կյանքից կամ կհասկանան, որ պիտի գնան եւ քվեարկեն այլ կուսակցության օգտին, որ գա նույն օրը քծիցրած ինչ-որ սրանք կծեցին իրենց երեխեքին։ Պարոն Ղուկասյան, շատերն են այսօր երալի տալիս այն օրերին, երբ դուք ձեր ամենօրյա եթերներով օգնում եք մարդկանց, նրանց հետ կապված շատ հարցեր փորձում լուծում տալ հարցերի։ Իսկ այսօր ցավոք այդ լավ ժամանակները կարծես մի տեղ մնացել, մի տեսակ մնացել են դեպքում, բայց ես համոզված եմ, որ այդ օրերը դեռ գալու են եւ դուք շարունակելու եք ձեր եթերները։ Այս մասին ինչ կարող եք մեզ ասել։ Նախորդ հաղորդման ժամանակ դուք հաստատեցիք ընտրությունների մենք ոնց են գնալու, ես պատասխանեցի դաշինքով, որ իր հերթին առաջացրեց մեծ երուզեր մի շարք բանկուսակցությունների մեջ։ Ես ուզում եմ անել հայտարարություն, որ մենք դաշինք ենք կազմելու այն կուսակցության հետ կամ այն կուսակցությունների հետ, որոնք անվեհապահորեն պիտի ընդունեն, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Նիկոլ Փաշինյանը պետք է կալանավորվեն եւ դատապարտվեն պետական դավաճանության հոդվածով, ինչպես նաեւ քաղաքական սպանությունների կազմակերպման հոդվածով, ինչպես նաեւ փողերի լվացման։ Այսինքն այս երեքը պետք է անպայման դատապարտվեն իրենց կատարած հանցագործությունների համար։ Եվ դաշինք կազմեն նույն այն կուսակցությունները, որոնք ստորագրեն այդ փաստաթղթի տակ, որ միանշանակ առաջին քայլը ընդունում են այս երեքի կանոնավորումը եւ ազատազրկումը։ Եթե որևիցե մի կուսակցություն, գիտեք ինչ պիտի տեսնեք, սա ինչ կասի, նա ինչ կասի, Կատարանը ինչ կասի, Մոսկվան ինչ կասի, այլ ոլորակայինները ինչ կասեն, ես նման կուսակցության հետ դաշինք կազմելու ցանկություն չունեմ։ Երկուանից ասում եմ որպես իգիտություն, որովհետեւ այդ բոլոր կուսակցությունների ժամանակ եղել են եւ կան քաղ բանտարկյալներ, որ դրանցից մեկ этапացուցն է պարոն Աջապարյանն, որը պաշտոնապես հայտարարում են որպես նա հանդես է գալիս քաղ բանտարկյալ եւ խոստանում են, որ իշխանափոխության դեպքում ես անձամբ եմ Աջապարյանին դուրս բերելու բանտից, իսկ Աջապարյանին բանտ ուղարկած դատավորը գնալու է կանանց գաղութ, դատախազու քրիչները գնալու են սովետաշեն։ Դա ես անձամբ եմ խոստանում, վերջերս պիտի լինի գա այնպիսի մի քաղաքական ուժ, որ բոլոր քաղ բանտարկյալներին դատած դատավորները դատվեն։ Տեսեք Նիկոլը եկավ, բայց Նիկոլին դատած դատավորը, որ Նիկոլը արդարացված չէ, բայց Նիկոլին դատած դատավորը չդատվավ։ Նիկոլին դատած դատախազու քրիչները չդատվան։ Բացարձակապես, ո՞նց եք պատկերացնում, ես գամ եւ իմ դատախազ Վահագն Պողոսյանը մնա ազատության մեջ, որպես անբարոյական զավակ չեմ։ Այսինքն, պիտի գա վերջապես պահը, որ այդ
Դատավորները չպատասխան տալու թե կնագործը եվրո դատարան, հետո պետության վզին ծրվի տուգանք, պետությունը իատուչից հետ տուգանը տվը, բանը տուգանքը վճարի, ոչ, տուգանքը վճարելու է դատավորն ու դատախազները, առաջին է դատավորը, ցանկացած անձ, ով գնում է եվրոպական դատարանով արդարացում հետագալի, այդ բոլոր իրեն դատավորները պիտի տուգանքը վճարեն, այդպես օրենք պիտի լինի, հերիք հելա բոլելով, անմախ մարդկանց ուղղակի բանտերը, տարիներ անցնել, ասել հելի գնա որևիցե մի երկում էլ ապաստա խտրի, ասել չէ գնել ես ու դատված ես, դրանով չպիտի տվծվի, Եվաճապարյանին և մյուսներին դատավորները էքեղենը, էքա չէ դատողը, պիտի գնա կանանց գաղուտ, ես նա խոստանում եմ։ Պարոն Ղուկասյան, ձեր նախորդ հարցազրույցում դուք մեզ ասացիք, որ ընտրություններին մասնակցելու եք, կապ չունի առանձին թիմով, թե դաշինքով, ես կուզենայի, որ մի փոքր բացեիք փակեցերը, որտեղ շատ կառույցների ղեկավարներ, կուսակցությունների շատ գրգռված են, որպեսզի համագործակցեն դուք կուսակցության հետ։ Այս մասին ինչ կարող եք ավելացնել այսօր։ Ուրեմն շատ հետաքրքիր թեմա է, շատ հետաքրքիր հասցեանմանավանդ թեմա, եւ որ այս հարցի շուրջ տիրում է անդոր, ոչ մեկ չի խոսում սրա մասին, չի բարձրաձայնում, ինչպես մի քանի հոգի ընդամենը խոսեցին այդ մանկապղծության թեմայով կառավարության շրջանակներում, չէ՞ ինչ մի լրագրող նկարել էր, ֆիքսել էր անուններ, ազգանուններ այդ անչափահաս երեխաների դրել էին, հայտարարել էին, քալրություն, ոչ մեկ դիմադի քաղաքականություն դրա մասին չխոսեց, ոչ մեկ կուսակցություն դրա մասին չխոսեց, հելան ասին մենք ձեզ բան չենք արել, դիք սուտ է, բայց այդ լրագրողին ու մանուն ազգանունը չգիտես խիտ անգամ դատի չտվեց այն Աննա Վարդապետյան կամի հատ, որ սա դատախազությունը մոտամտում հլմա գիտեք եմ չի համարել, դատի չտվեց, ասել ես ինչ ես խոսում, չէ, հիմա այս ազնագրի թեման է, քալրություն, ասել, այնտեղ աղմուկ է բարձրացել մի քանի անհատ անձիկ և կուսակցություններից մենակ ես օգտվելով առեցից 31 անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի իշխանությանը և կառավարությանը, որ ասում է գերացվալ է, նման բան բռնելը մի հարց, իրան կարող են բռնել, բայց չխոսեին, բայց այդ մարդիկ և բռնեցին և արձագանքեցին և հայտարարեցին 190,000 Հայաստանի հայաստանական ազնագրեր տպվեն Թուրքիայում, Իզմիր, Դելի Հայաստան, այդ դրա պատվիրատուն ոչ Գրանդ Քենդինա, ոչ Մաքսուիլնա, չէ, ոչ է մեր հարևան հբլունա, 190,000 ազնագիր կարա զակաստա միայն պետությունը, դա պետական մակարդակի հանցագործություն է, դա լուրջ հանցագործություն է, ինչի համար, մոտանու դատողությունների ժամանակ 190,000 կետ զայն ապահովելու և պլուս 29,000 ID ու նաև քալրություն, ոչ մեկ սրա մասին չի խոսում, մենակ ես իմ կուսակցությունը շնորհակալական նամակ ուղարկեց Վրաստանի իշխանություններին, այդում նաև ազգային անվտանգության ղեկավարին Մամուկային շնորհակալություն հայտնելով նման գեղեցիկ օպերատիվ միջոցառման համար։ Եվ այն պետությունները, որոնք հիմա կանգնած են այս սրանց կողքը, այդ պետությունները պիտի հասկանան, որ հայ ժողովուրդը իրենց ևս համարելու է հանցագործ, որտեղ ասում է ցույց ով է ինքեզ, կասեն ով ես դու։ Եվ եթե որևիցե մի եվրոպական պետություն կամ քաղաքակիրթ պետություն այս պահից սկսած դրանց հետ պիտի տա առնես, ՕՊԳ-ի հետ ես, организованная преступная группировка, այս դրանց հետ տա առի, ուրեմն դու ես հանցագործ, դա լինի Ֆրանսիա, Գերմանիա, Պորտուգալիա, ինչ երկիր ես ուզում է այս իշխանությունին վաղուց սպառելա, դրա համար իմ անգելա պրպորների ձերը կերտազագրերը 190,000 ադում է ծեսել, թիվ գոյություն չունի, ոչ 1000, ոչ 1009, ոչ 29, 190,000 պասպորտ կեղծ, բերես, որ ընտրություն կեղծես, այն Նիկոլ Բոզի տղա դյարի միասայլ մարդունի, բանը նյարդային համակարգը չի բավականացու, դու ինչ ես անում, ու ձերը բռող չկա, ոչ մեկ դրա մասին չի թափահարում, ոչ մեկ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Վրաստանի իշխանություններին, որից եմ ասում, բռնելը մի հարց, յան կարող էին դա բռնել, պատասխան փոխանցեին, սուսը փուսկան վառեին կամ չվառեին կամ ուղարկեին Հայաստանին, բայց ոչ բռնեցին եւ հայտարարեցին, որ ալամ աշխարհ տենայ իմանա ով է այս իշխանությունը, ով է սրանք։ Եվ
Սա դեռ սկիզբն է, արդեն խոսում է, որ գալող ընտրությունների ժամանակ սրանք գնալու են մասսայական կեղծիքների։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ Մերզավանի սպանությունը այո քաղաքական էր ընդդիմադիրներին վախացնելու համար։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ Հայաստանի դաշտում, եթե որևիցե ընդդիմադիր նորմալ, ռեալ ուժ փորձես թփթալ, սրանք փորձելու են այդ մարդու հետ լուծել հախ ու հաճույք, որտեղ էլ որ ձեռները չի հասնում կեղծ թղթեր են ուղարկում ոնց որ իմ դեպքում ու ասում են բանա հանցագործա կալանավորա պահեք իմիջիալը շատերը հասկանում են թե Վարդան Ղուկասյանը դատվել է Վարդան Ղուկասյանը Ամերիկայում չի դատվել Վարդան Ղուկասյանը ոչ որ քրեական հանցագործ է սա կոչվում է վարչական կալանք նման իրավիճակում հազարավոր քաղաքացիներ են որոնք որ գտնվում են բանտերում միջև վարչական դատարանը տա գրին քարտ կամ չտա գրին քարտ Վարդան Ղուկասյանը Ամերիկայում չի դատվել Ես չեմ դատվի, ես հանցագործ չեմ։ Ես անգամ Հայաստանում դատվածություն չունեմ, իմ վրա դատվածությունը հանված է, բայց որ եկա ես դատել եմ իր դատողներին։ Հասկանալի է։ Այսինքն թող եւս մեկ անգամ այսպես ձեր հաղորդման միջոցով գնա, որ մեր ժողովուրդը հասկանա, որ այս իշխանությունը իրենց սպառել է։ Ինքը գիտի, որ իրենց սպառել է։ Դրա համար արդեն դիմում թուրքերի օգուտանը Թուրքիայում մտնում կերտ ազնագիր, անգամ ինքը իր երկրում ազնագիր տպելու հնարավորություն չունի, վիժվածքը դրսում է տպել տալի, երելուտ է Թուրքիա։ Խնդրեմ, ես եմ սրանք։ Պարոն Ղուկասյան, իհարկե դուք այս ընթացքում շատ հետաքրքիր զարգացումների եք ականատես եղել։ Շատ այսպես այնպիսի անհավանական խախտումների եք ականատես եղել, որ ինչ-որ բանով զարմացնելը ձեզ երևի դժվար է, բայց տեսեք, ընդամենը վերջերս հայ-վրացական սահմանին, վրաց սահմանապահները կարողացել են կասեցնել մի այսպես հանցագործ խմբի գործունեություն, որոնք պատրաստվել են 190,000 հայկական անձնագիր, կեղծ անձնագիր տեղափոխել Հայաստան եւ հասկանում եք թե ինչի համար է դա արվել։ Այս առումով ինչ կարող եք ասել, որտեղ սա նույնպես խոսում է այն մասին, որ առաջիկա ընտրություններին իշխանությունները փորձելու են շատ ու շատ կեղծիքներ իրագործել։ Ես կարող ասեմ, որ ես լի եմ այսպես ասած մարտական ոգով, վրեժի ծարավով եւ ոչ մի քալ ետ դնելու միտում եւ ցանկություն չունեմ։ Իմ աջակիցները կանգնած են իմ կողքին, իմ հետևորդները, ընկերները կանգնած են իմ կողքին, թեկուզ եւ սրերում, որտեղ մարդիկ ապրում են նման երկրում, որտեղ թե կարծիքի համար կարող են մարդկանց ուղարկել բանտերը, այսինքն իրավիճակը շատ նման է 37 թվին եւ այսպես ասած պայքարելու ենք, մաքարելու ենք երկիրը այս վիճակից մաքրելու։ Այս երկիրը պիտի մաքրվի Մեսրոպ Մաշտոցի թշնամիներից։ Այս երկիրը պիտի մաքրվի Շիրազի, Պարուս Սևակի, Ավետիք Իսահակյանի թշնամիներից։ Այս երկիրը պիտի մաքրվի Գրիգոր Զոհրաբի, Վահան Տերյանի, Մեծարենցի, Մուրացյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի թշնամիներից, որոնց անունները այսօր պետք է QR կոդով փնտրես դասագրքերի մեջ։ Եվ այս երկիրը պիտի մաքրվի Մասիս Սարի թշնամիներից, որոնք որ ուզում են Մասիսը ջնջեն Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի վրայից։ Եվ այն անձը, այն քաղաքացին, այն պասպորտով քաղաքացին, որը որ գտնում է, որ այս իշխանությունը պետք է վերարտադրվի, այդ քաղաքացիները իրավունք չունեն Հայաստանում ապրելու։ Իաստեղը հարևան երկիր է, թողեկալ են կապիտալ ազնագիրը գնան սահմանի բերան փոխեն կարմիր գույնի պասպորտով ու գնան դեպ ապրեն։ Ես թշնամական քարոզություն չեմ տանում բացարձակապես։ Ես տանում եմ ազգային, նորմալ, գաղափարական քարոզություն։ Հայաստանի Հանրապետությունը կա եւ պիտի լինի։ Հայոց պատմությունը պիտի վերադառնա դպրոց։ Մեսրոպ Մաշտոցը պիտի վերադառնա դպրոց։ Բոլոր հայ գրողները, հայ բանաստեղծները պետք է վերադառնան դպրոց։ Սա եմ ուզում ես ձեզ ասեմ։ Այսքանը շնորհակալ եմ բոլորից, շնորհակալ եմ մեր հետևորդներից, շնորհակալ եմ ձեզանից։ Առողջ եղեք, լավ եղեք։